Ես սիրում եմ մարդկանց պաշտպանել, միշտ բոլորին, փոքրեր, մեծեր, հիմնականում թույլ մարդկանց ես սիրում եմ պաշտպանել։ Գոյություն ունի այդտեղ sense խղճի ինչ-որ բարակ գիծ, թե այնուամենայնիվ աշխատանքա, որ պետք է անես։ Ինչքան երիտասարդ ես, այնքան ավելի շատ բան պետք է փորձես։ Դու կարողանում ես այդ բարակ գիծը նորից sense ունենալ կամ ինչ-որ պահի ասել, չէ, լավ, հիմա պետք է մի հատ էս կարևոր հարցը լուծել, նոր անցնել մյուս նախագծին։ Եվ որպեսզի հոգին սնուցեի, ես հասկացա, որ պետք էր ստեղծել թատերական խմբակ։ Եթե դու ել քո բնույթով կարգապահ, շատ հեշտ կարողանում ես այդ ամենը անել։ Ամենակարևոր հատկանիշը դա լավ մարդ լինելն է։ Այնքան հետաքրքիր ամեն անգամ sense համալսարան եմ գալիս, մուտք եմ գործում ու sense հիշողությունները գալիս են։ Եվ լավ, եւ մի քիչ լարված հիշողություններ քննություններից, ու sense այսօր էլ նկարանման համար պատրաստվեցի, sense սիրուն հագնվեցի, մազերս բանս անեցի, շենքից դուրս եմ գալիս ու մի անգամից անձրև է, ու բոլոր պլանները խառնվում են, բայց մենք այստեղ ենք, դուք դիտում եք Ufar Alumni podcast-ի 4-րդ էպիզոդը, իմ այսօրվա հյուրն է Մարիամ Բեկթաշյանը, Մարիամ ողջույն։ Ողջույն Սերգեյ ջան։ Երկար ժամանակ եթե համալսարան չես գալիս, միշտ առաջին անգամ նորից վերադառնալուց ինչ-որ sense հիշողություններ են գալիս, ինչ զգացիր դու ամենասկզբում։ Շատ ուժեղ էմոցիաներ, դրական էմոցիաներ, եւ շատ բարի հայացք դեպի նոր սերունդը, որ ողջավորված դուրս են գալիս համալսարանից, նույն ողջավորությամբ ինչ որ ես եմ դուրս եկել ամեն անգամ դասերից հետո, ու դա շատ հաճելի էր տեսնելը։ Ամենաառաջին անգամ երբ ես եկա համալսարան, երևի առաջին շաբաթվա ընթացքում դու այն եզակի մարդկանց ծեիր, ում հետ sense զրուցեցի, խոսեցի ու ինչի մասին ենք խոսել հիմա մեր բոլոր մարդկանց որոնք նայում են կպատմեմ, բայց մինչ դա եկեք ներկայացնեմ Մարիամին։ Մարիամը այն եզակի մարդկանցից է, ում հետ տարբեր թեմաների շուրջ կարող ես խոսել, ինչպես շատ լուրջ իրավաբանական հարցերից, այդպես էլ գնաս ու արվեստին վերաբերող տարբեր հարցեր քննարկես։ Մարիամ Բեկթաշյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 2016 թվականի շրջանավարտ է, մասնագիտությամբ իհարկե իրավաբան, աշխատել է միջազգային տարբեր կառույցներում եւ կազմակերպություններում, այս պահին աշխատում է Thales-ում որպես իրավաբան։ Հենց խոսենք մասնագիտական ընտրությունից, բայց ամենավոչ ստանդարտ կերպով, այսինքն դու այնպիսի մարդ ես, որ բազմակողմանի, բազմամասնագիտական կերպով զարգացած ես, ինչպես եղավ քո մուտքը դեպի իրավաբանության աշխարհ։ Նախապես շնորհակալ եմ այս գեղեցիկ ներկայացման համար, որ ինձ ներկայացրեցիր այսպես Սերգեյ ջան։ Իրավաբանության ընտրությունը շատ հետաքրքիր է եղել ինձ մոտ ու միգուցե շատ բնական կերպով, որովհետև իմ ընտանիքում բազմաթիվ իրավաբաններ կան եւ կարելի է ասել, որ երևի սահմանադրությունը առաջին գրքերից է եղել, որ ես կարդացել եմ ու միշտ դեպի սերը դեպի օրենքը, կարգապահությունը եւ այլն, դրանք հիմնական տարրերն են եղել, որոնք քննարկվել են մեր սեղանի շուրջ, ընթրիքի ժամանակ, ընտանիքի անդամների կողմից ու ես միշտ ցանկացել եմ լինել այդպիսի օրինապահ մարդ, ինչպես իմ ընտանիքի անդամներն են ու իրավաբանության հանդեպ սերը հենց այդտեղից է ծնվել ու շատ ուրախ եմ, որ դա իմ մեջ, ոնց ասեմ, ԴՆԹ-ի մաս է կազմում, այսպես ասած, բնական կերպով ես ընտրեցի իրավաբանությունը։ Իսկ վերադառնալով հենց հիմնական գաղափարին, մենք տարբեր համանման շրջանավարտների հետ զրույցներ երբ ունենում ենք, մեկը ասում է օրինակ ընտանիքի օրինակով եմ այդ ճանապարհը ընտրել։ Մարդկա ասեց օրինակ ես ինձ մեջ sense կար պայքարը այդ արդարադատության համար, որ մարդիկ միշտ sense արդար կերպով ամեն ինչ լինի։ Քո դեպքում բացի ընտանիքում տեսած օրինակներից ո՞րն էր մոտիվացիան։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց է, ես կարծում եմ, երբ որ մարդը ծնվում է, մարդը արդեն իսկ կայացած էակ է, որը պետքա ձևավորվի արդեն հասարակության մեջ ունեցած կապերով, սակայն երբ որ ծնվում ես, քո մեջ կան, այսպես ասած, որոշակի տարրեր, որոնք ի ծնե գոյություն ունեն քեզ մեջ, իմ մեջ դա նա էր, որ ես սիրում եմ մարդկանց պաշտպանել, միշտ բոլորին, փոքրեր, մեծեր, հիմնականում թույլ մարդկանց ես սիրում եմ պաշտպանել։ Երևի դա հիմնական տարրերից մեկն էր եւ մյուս տարրը, որ շատ կարեւոր էր, որի մեջ ես միշտ տեսել եմ, դա սերն էր դեպի կարգապահություն։ Իսկ եթե ուզում ես դառնալ իրավաբան, ինձ թվում է դու պետք է լինես կարգապահ մարդ։ Դու պետք է լինես օրինակելի, որպեսզի ուրիշներից պահանջես, որպեսզի լինեն օրինակելի եւ օրինապաշտ եւ ոչ օրինազանց մարդիկ լինեն ու այդպես շատ բնական կերպով այդ երկու տարրերը իմ մեջ ի ծնե եղել են։ Եթե խոսենք
հենց մարդկանց պաշտպանելու գաղափարից։ Բնականաբար բոլորին չես կարող պաշտպանել եւ միգուցե իրավիճակներ կան, որ այդ մարդը պաշտպանության արժանի չի, բայց այդտեղ հենց իրավաբանական շատ խորը հիմունքները ասում են, որ այնուամենայնիվ, ոնց է, չէ՞, փաստաբանի կերպարը կա ու փաստաբանը ստիպված գնում է պաշտպանում է ուղղակի sense սերիական մարդասպանի։ Քո պատկերացումով այդ գոյություն ունի այդտեղ sense խղճի ինչ որ բարակ գից, թե այնուամենայնիվ աշխատանքա որ պետք է անես։ Գիտես Սերգեյ ջան, ես այստեղ ինձ թվում է շատ կցանկանայի նշում կատարել ու ցիտել այսպես ասած Էյնշտեյնին, որ ամեն ինչ հարաբերական է։ Դու ինձ ասացիր, որ կան մարդիկ, որոնց անհնար է պաշտպանել, չկան այդպիսի մարդիկ, իմ կարծիքով։ Երբ որ մարդը գործում է շատ ծանր հանցագործություն, դու պետքա կենտրոնանաս միայն ծանր հանցագործության վրա։ Դու պետքա կենտրոնանաս մի ամբողջ հոգեբանական, այսպես ասած, circonstances-ների վրա, որպեսզի հասկանաս, թե ինչու մարդը գործեց այդ հանցագործությունը։ Այսինքն դա շատ բարդ մասնագիտություն է, իրավաբանի եւ փաստաբանի մասնագիտությունը, իրականում պետքա զատել այդ երկու մասնագիտությունները, որովհետեւ կա իրավաբան, որը աշխատում է կազմակերպություններում որպես իրավաբան, եւ կա փաստաբան, որը ինչպես ֆրանսիացիները կասեն, vocation է, այսինքն դու ընտրում ես այդ մասնագիտությունը, դու նվիրվում ես այդ մասնագիտությանը մինչեւ մահ։ Ես կարծում եմ, որ դա ավելի շատ հոգեբանական ուղղությամբ դու պետք է տանես այդ հարցը եւ չպետք է միայն այսպես ասած հաշվի առնես, թե ինչ է գրված սևով սպիտակի վրա։ Դա շատ կարևոր է։ Իսկ հենց քո դեպքում ինչպես եղավ այդ որոշումը, իրավաբանության որ ճյուղով որոշեցիր դու շարունակել։ Ինձ միշտ հետաքրքրել է միջազգային իրավաբանությունը, այսինքն միջազգային իրավունքը, ու հենց այդպես էլ ես ընդունել եմ ֆրանսիական համալսարան, որովհետև մենք միջազգային իրավունք ենք սովորել բակալավրիատում, եւ դրանից հետո ես մեկնեցի Ֆրանսիա արդեն, միգուցե դրան կանդրադառնանք, եւ այնտեղ ստաժ անցա ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինձ համար շատ կարեւոր էր այդ ստաժը անցնել ու տեսնել, թե հենց այսպես ասած գործունեության մեջ ինչպես է կիրառվում միջազգային իրավունքը եւ այդտեղ որոշեցի, որ ինձ այդքան էլ չի հետաքրքրում միջազգային իրավունքը, որովհետեւ միջազգային իրավունքը ինձ համար ոչ այդքան կոնկրետ իրավունքի ճյուղ է ու ինձ ավելի շատ դուր են գալիս այնպիսի իրավունքի մասնագիտացումները, որոնք կոնկրետ գործունեության մեջ դու տեսնում ես իրենց էֆեկտը, այսինքն արդյունքը, թե ինչպես է դա անդրադառնում հասարակության վրա, իսկ միջազգային իրավունքը ինձ համար ավելի շատ դիվանագիտական ճյուղ է, քան իրավունքի ճյուղ, այսպես ասած։ Այդտեղ արդյոք կարող ենք մենք հենց ուսանողների համար մի փոքրիկ դաս արտածել հենց այդ պատմությունից, որ դու ունեիր քո պատկերացումները եւ դու գնացիր փորձեցիր եւս դրա այդ պատկերացումները կարողացար ավելի շտկել։ Կարող ենք այդպես դիտարկել։ Կարող ենք այդպես դիտարկել, ինձ թվում է պետք է այդպես դիտարկել, ինչու որովհետեւ ես ամենաշատը այս կյանքում հիմա կզարմանաս միգուցե Սերգեյ ջան, ձախողումն եմ սիրում։ Որովհետև երբ որ ձախողում ես ու երբ որ քո պատկերացումները, այսպես ասած, կտոր են լինում ու թափվում են, դու սկսում ես կյանքը ճանաչել այլ կերպով ու ամեն անգամ բացահայտում ես կյանքը նորովի։ Ու դա ամենագեղեցիկ բաներից մեկն է։ Ու ես այդպես միջազգային իրավունքը բացահայտեցի, հասկացա, որ դա այդքան էլ իմը չէ։ Եվ հետո արդեն անցա դեպի ձեռնարկատիրական իրավունք, որը շատ ավելի կոնկրետ է, եւ ձեռնարկատիրական իրավունքը սովորելիս, ուսանելիս Փարիզում ես բացահայտեցի մի իրավունք, որը Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն չուներ, երբ որ ես այստեղ էի բնակվում, դա droit du numérique, թվային իրավունք, չգիտեմ Հայաստանում հիմա ոնց ենք դա կոչում, երևի թվային իրավունք, եւ ես տարվեցի այդ իրավունքով ու ես հասկացա, որ դա այն է, ինչ որ ինձ ամենաշատն է հետաքրքրում, ես այսպես ասած շատ մեծ սիրով հիմա հենց այդ մասնագիտությամբ աշխատում եմ, այսինքն կիրառում եմ դա իմ ամենօրյա աշխատանքի մեջ։ Մենք կարող ենք մի քիչ հենց այդ նոր ուղղվածության մասին զրուցել, բազային պատկերացում կազմելու համար։ Ես անունից ելնելով ինչ որ բան կարող եմ ենթադրել եւ վստահ եմ ուսանողներն էլ միգուցե այդ ենթադրությանը կան, բայց հետաքրքիր կլինի հենց մասնագետից, ով պրակտիկ այդ ոլորտում է աշխատում, ցենց շատ կարճ կարողանայր մեզ ներկայացնել, պատմել, թե ինչ է դա նշանակում։
Ինչ է դա նշանակում, չգիտեմ արդյոք մեր ուսանողները տեղյակ են թե ոչ, բայց Եվրոմիության մեջ մենք ունենք մի նոր օրենք, որը կոչվում է RGPD, որը ստեղծվել է 2016 թվականին, որը կարգավորում է անձնական տվյալների հետ օգտագործման գործունեության հետ կապված հարցերը ու դա շատ կարևոր է, որովհետև այս դարում մենք բոլոր տվյալները մեր հետ կապված երբեմն անգիտակցաբար կիսվում ենք անծանոթ մարդկանց հետ մի հասարակ կլիկով, այսպես ասած, երբ որ մենք համացանցում ինչ-որ գործունեություն ենք ծավալում, մեզ հարց են տալիս, մենք անգամ չենք կարդում այդ հարցը, ընդունում ենք, հետո պարզվում է, որ մեր ամբողջ անձնական տվյալները մենք կիսել ենք ինչ-որ անծանոթ մարդկանց հետ ու չգիտենք, թե ինչ նպատակներով։ Ու իմ գործունեության հիմնական նպատակը այս առումով այն է, որպեսզի մենք պաշտպանենք եւ մարդկանց դարձնենք գիտակից, հիմնականում բիզնես ոլորտում իհարկե, որպեսզի մարդիկ, այսպես ասած, կարևոր ինֆորմացիաները չտարածեն եւ եթե տարածում են, ապա իմանան, թե ինչու են տարածում, ում հետ են տարածում եւ որն է լինելու այդ տարածման հիմնական նպատակը։ Ըստ այդ գաղափարի ես հիմա վերհիշեցի, միգուցե մարդիկ մեկնաբանություններում ավելի կոնկրետ կգրեն, Հայաստանում, եթե չեմ սխալվում, մենք ունենք անձնական տվյալների օգտագործման կամ պաշտպանության գործակալություն եւ միգուցե իրենց ֆունկցիաները նման են, բայց իրենց դեպքում ավելի շատ իրենք աշխատում են ընդհանրապես հանրային իրազեկման գործունեություն են ծավալում, եթե կազմակերպություն կա, որը պետք է օգտագործի, որ հաճախորդների կամ պոտենցիալ սպառողների անձնական տվյալները ըստ դրա իրենք ինչ-որ գործընթացներով պետք է անցնեն։ Ես այստեղից այն եմ կարողանում ինքս ինձ համար առանձնացնել, որ համալսարանական տարիների ընթացքում մենք կարող է հիմնականային ինչ-որ բաներ ուսումնասիրենք, բայց մասնագիտական զարգացումը եւ նոր մասնագիտական ճյուղերը ինչպես արտասահմանում, այդպես էլ Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ երբեք չես իմանա, թե 3-4 տարի հետո համալսարանը ավարտելուց հետո դու ինչով ես զբաղվելու։ Բնականաբար ոլորտը մոտավոր պատկերացում ունես, բայց կոնկրետ ուղղվածությունը կարող է մի քիչ ուրիշ լինի։ Միանշանակ դա այդպես է, ամեն ինչ պետք է փորձես ու ինչքան երիտասարդ ես, այնքան ավելի շատ բան պետք է փորձես այս կյանքում, որովհետև այդ փորձի շնորհիվ կկարողանաս հասկանալ, թե որն է, որ մասնագիտությունն է, որ ճյուղն է քեզ ավելի շատ հետաքրքրում, որ դու կուզենաս առավոտյան արթնանաս շտապես դեպի աշխատանքի, ոչ թե արթնանաս ու ասես Էլի գնում եմ աշխատանքի, դա էլի երկու շաբթի, այդ զգացողությունից, այսպես ասած, հեռու մնալու համար պետք է ճիշտ ընտրություն կատարել, իսկ ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է շատ փորձել, շատ ձախողել, որպեսզի ճիշտ ընտրության վրա կարողանալ գալ եւ կանգնել։ Խոսելով փորձելու մասին, բնականաբար առաջին անգամ Մարիամի հետ ես ծանոթացել եմ, առաջին կուրս ես ընդունվեցի, տենց առաջին երկրորդ շաբաթներ, տենց չէի հասկանում ինչ կատարվում, ոնց է, ասենց լրիվ նոր էր ամեն ինչ, եւ չգիտես, սենց մի հատ սենց չգիտեմ ինչի, զգացում կար, ցանկություն կար, ինչ որ լինել թատրոնում կամ ինտեգրվել այդ արվեստի ոլորտի հետ, ինչ որ կապ գտնել, եւ այդտեղ հենց եկա, զրուցեցի, խոսեցի, ասացին, վայ, բա գիտես Մարիամը խումբ ունի, իրենք արդեն տարբեր բաներ են բեմադրել, մի հատ իր հետ զրուցի, եւ կարող ես պատմել քո մասնագիտական ուղղվածության այն մյուս ճյուղի մասին, արվեստը, թատրոնը, ինչպես ես դու կարողանում համակցել եւ հենց առաջին համալսարանական ուսանողական տարիների ընթացքում ինչու այդ նախագծերով զբաղվեցիր ընդհանրապես։ Գիտեք, արվեստը իմ կյանքի հիմնասյուններից մյուսն է։ Եվ դա էլ գալիս է ընտանիքից, որովհետև երբ ես շատ փոքր էի, մեր տուն շատ հետաքրքիր հյուրեր էին գալիս, Տիգրան Մանսուրյան եւ այլն, շատ մեծ մարդիկ, եւ հիշում եմ, որ իմ հայրիկի ամենամոտ ընկերներից մեկը դա Մհեր Մկրտչյանն էր, որը ցավոք սրտի իմ ծնվելուց առաջ մահացել էր արդեն, ու այդ սերը իմ մեջ միշտ եղել է դեպի արվեստ ու Ես կարծում եմ, որ մարդը, որ չի սիրում արվեստ, նա չի կարող ուղղակի լավ մասնագետ լինել իր մասնագիտության մեջ, լինի դա տնտեսագետ, լինի դա իրավաբան, լինի դա բժիշկ։ Արվեստը հոգու սնուցման միջոցն է, իսկ եթե հոգին չես սնուցում ես միայն ուղեղը, դա բավարար երբեք չի լինի, որ դու լինես լիակատար լավ մարդ։ Ես լավի վրա կցանկանայի շեշտը դնել, որովհետև դա շատ կարևոր է լավ գործ կատարելու համար։ Ես թատրոնը սկսեցի մինչև ֆրանսիական համալսարան ընդունվելը,
մասնակցելով Սերժ Ավետիքյանի ծրագրին, որը միջազգային թատերական ծրագիր էր, ու մենք ներկայացում բեմադրեցինք համազգային թատրոնում։ Ու այդ ժամանակ, երբ որ ես ներկայացմանը մասնակցեցի, նաև արդեն մեծ սերուն էի դեպի ֆրանսիական համալսարան, բայց ես ուզում էի ամեն գնով ընդունվել թատերական համալսարան, սակայն շատ մի մեծ խորհուրդ եկավ այդ ժամանակ ինձ ուրեմն համազգային թատրոնի տնօրենի կողմից, ով ասեց, որ դու ունես նաև շատ կարևոր խելք, որը պետք է օգտագործել տաղանդի հետ միևնույն ժամանակ։ Դա համար ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ դու նաև այսպես ասած առաջին հերթին կարողանաս բացահայտել այն մյուս հիմնասյունը, որը իրավաբանությունն է։ Ու ես եկա ֆրանսիական համալսարան, ես տեսա, որ ամեն ինչ հիասքանչ է, իրավաբանությունը շատ գեղեցիկ է, ես շատ եմ սիրում բացահայտել դա, բայց միևնույն ժամանակ ինձ պետք է հոգին սնուցել։ Եվ որպեսզի հոգին սնուցեի, ես հասկացա, որ պետք էր ստեղծել թատերական խմբակ, եւ այդ թատերական խմբակը ստեղծվեց Հայկ Մնացականյանի հետ միասին։ Եվ 2017 թվականներ, եթե ես չեմ սխալվում, հենց նախագծերից մեկում էլ միասին մենք աշխատեցինք ու շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը տեսնել, բայց այնուամենայնիվ այդտեղ իմ դեպքում էլ էր այդ հարցը առաջանում եւ ցանկացած այլ ուսանողի համար։ Հիմա օրինակ իմ քույրը ինքը երկրորդ կուրսում է սովորում, բայց ես անընդհատ իր մեկը տեսնում եմ ինչ որ դիզայն է ինքը անում, բայց ինքը կենսաբանությունն է ուսումնասիրում, ասում եմ Մարի շատ լավ է որ անում ես, բայց քո հիմնական կենտրոնացումը միշտ պետք է հենց քո գիտությանն են, էլ իր դեպքում շատ բարդ առարկաներ են, էլի։ Ու բայց ես նաև տեսնում եմ, որ հենց այդ ինչ որ այլ բան անելով ինքը կարծես փորձի ինքն իրան մոտիվացնի կամ փորձի այլ բաների մասին մտածի, անընդհատ այդ հաշվարկների, գիտական ֆորմուլաների մասին չմտածի, բայց նաև ես շատ եմ տեսել դեպքեր, երբ այդ կողքի նախագծերը ուսանողին կամ յուրաքանչյուր անհատին խանգարել են։ Ինքը կարծես կենտրոնացումը հիմնական դասերից, քննություններից կամ հիմնական աշխատանքից ցած կորցնի ու գնա ինչ որ այլ բանով զբաղվի։ Դու կարողանում ես այդ բարակիցը նորից ցած ունենալ կամ ինչ որ պահի ասել չէ, լավ, հիմա պետքա մի հատ էս կարևոր հարցը լուծել, նոր անցնել մյուս նախագծին։ Ինձ թվում է, համենայն դեպս դա իմ սեփական եւ անձնական կարծիքն է, որ երբ որ մի բան անում ես, կապ չունի դա թատրոնն է, իրավաբանությունն է, ուսումն է, թե ինչ լինի այս կյանքում, եթե դու ինչ-որ բան ձեռնարկում ես, դու պետք է անես դա 100%-ով։ Ինչ վերաբերվում է տարբեր բաներ անելուն, միևնույն ժամանակ ես կցանկանայի ուրեմն կիսվել այն խորհուրդով, որ ինձ տրվեց իմ աշխատանքի շրջանակներում leadership-ի ծրագրին մասնակցելուց իմ մենտորի կողմից, որը ինձ ասեց Մարիամ, գիտես, երբ որ դու շատ ծանր աշխատանք ես կատարում, իրավաբանություն օրինակ, քեզ պետք է էներգիայի աղբյուր։ Յուրաքանչյուր մարդու համար էներգիայի աղբյուրը տարբեր է լինում։ Մեկի համար սպորտը, մեկի համար դիզայնը, մյուսի համար թատրոնը։ Պետք է կտրվել իրավաբանությունի ճիշտ ժամանակին, օրվա կեսին, օրինակ, երբ որ դու ավարտում ես աշխատանքը եւ 100%-ով տրվել մյուս զբաղմունքին, որտեղից դու էներգիա ես ստանալու։ Ինչպես դու նշեցիր, քո քվիդիկը օրինակ էներգիա է հավաքում եւ արդեն իր մասնագիտական առումով, այո, այդ գիծը ճիշտ պետք է պահել, երբ որ իրավաբանությամբ ես զբաղվում, դու չպետք է ընկնես քո, այսպես ասած, երազանքների գիրկը ու սկսես դրա մասին մտածել, դու պետք է քո իրավաբանությամբ զբաղվես, այսինքն մենք գալիս ենք այն կետին, որ մարդ պետք է լինի կարգապահ։ Կարգապահության մեջ նաեւ դա է մտնում, որ չխառնել ամեն ինչ իրար եւ ճիշտ ժամանակ տրամադրել ամեն գործի։ Եթե դու ճիշտ ես բաշխում քո ժամանակը, ապա ամեն ինչին էլ կհասցնես եւ արդյունքը կտեսնես։ Այստեղ ես երկրորդ ինսայթն եմ, համ ինքս ինձ համար ֆիքսում, համ էլ մեզ հետևող բոլոր մարդկանց համար ուզում ֆիքսել, փաստացի մուլտիթասքինգը միգուցե ինչ-որ պայդրությամբ մարդկանց կողմից շատ ցանկալի գաղափար էր, բայց եթե նույն քո օրինակով եթե ես նայեմ, դու կարող ես 50%-ով իրավաբան լինել, 50%-ով զբաղվել ինչ-որ արվեստի նախագծով, բայց կստացվի, որ 2-3 ուղղության մեջ էլ կարծես կիսատ եղավ, բայց եթե կարգապահությամբ, ու դա շատ բարդ է իրականում անել, կարողանում ես անջատվել, մի հատ կարևոր աշխատանք արեցիր, փակեցիր, հետո նոր switch անել անցնել մյուսին, միգուցե այդ դեպքում կստացվի։ Այո, հենց ինձ թվում է, գիտեք, յուրահատուկ այսպիսի, ինչպես ասում են, գաղտնիքներ չկան։ Ամեն ինչ դիսցիպլինայի հետևում է կանգնած։ Այդ դիսցիպլինան ամեն տեղ, լինի դա, չգիտեմ, ծառայության մեջ, լինի դա աշխատանքի մեջ, լինի դա ընտանիքի մեջ, եթե դու ճիշտ ես դա անում,
Եթե դու գիտես, որ առավոտ ժամը 7-ին զարթնելով դու ամեն ինչ կհասցնես, բայց արտանում ես 8-ին ու հետո զարմանում ես, թե ինչու չհասցրեցիր, ինձ թվում է դա արդեն բարձից էլ բարձ է։ Պետք է պատրաստ լինել այդ իրականությանը, պատրաստ լինել, որ շաբաթ-կիրակի օրերի մեծ մասը գնում է աշխատանքին, պատրաստվելուն, քննարկումներին, զանգերին, հանդիպումներին, բայց ինձ մոտ լինում են պահեր, մեկ-մեկ իմ ուղեղը ցավում է։ Այսինքն ես զգում եմ, սենց ամեն ինչ էփվում է ուղղակի, ինչքան էլ ես փորձեմ դիսցիպլինայով անեմ, ինչքան էլ սենց անջատվեմ, արդյոք այդ բազմակողմանի գործունեությունը ամեն դեպքում բացի դրական կողմերից, նրանից, որ դու կարողանում ես ավելի շատ գումար աշխատել, ավելի հաջողակ լինել քո ներքին այդ ցանկությունները համապատասխանաբար բավարարված են լինում, բայց ինչ որ վատ կողմ էլ ինձ թվում է ինքը մեկը ունի, ինչ որ sense դառը իրականություն։ Ես չեմ ցանկանա իդեալականացնել ամեն ինչ ու ասել, որ ամեն ինչ իդեալական է, դու 50-50 միշտ կկարողանաս հասցնել։ Ոչ, երբեմն լինելու է 70-30, երբեմն լինելու է 60-40 ու դու պետքա իրատեսական նայես ամեն ինչին, ինչպես դու ես ասում։ Նաև իրավաբանության մեջ ենք մենք անդրադառնում դրան, երբ որ ինչ որ խնդիր է լինում, առաջին բանը, որ ես հարցնում եմ իմ գործընկերներին, որպեսզի ես խնդիրը ճիշտ եզրահանգման բերեմ, այսինքն ճիշտ լուծում տամ, ֆրանսերեն տերմին կօգտագործեմ, ես միշտ հարցնում եմ, որն է réalité opérationnelle։ Ինչ ճշմարտություն ասեք։ Ինձ մի ասեք, ինչ կցանկանայի լիներ, ոնց եղավ, ինձ պետք է հասկանալ, թե ինչ է եղել եւ ինչու է դա եղել։ Փաստեր։ Եթե դու ունես հստակ փաստեր, անհնար է լուծում չգտնել, որովհետեւ եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում։ Եթե լուծում չկա, ուրեմն խնդիր չկա։ Հասկացա։ Ցանկությունն էլ եթե լինի լուծելու, դա էլ շատ ավելի կարևոր կլինի, շատ ճիշտ ես։ Խոսելով իրավաբանության մասին, քո պատկերացումով դու իհարկե մի քիչ այդ հարցի շուրջ արդեն խոսեցիր, բայց քեզ համար ոնց որ սեփական կարծիքը քո որն է, ինչ է նշանակում լինել իրավաբան։ Լինել իրավաբան շատ ինքը եւս մեկ անգամ կկրկնեմ, ինքը շատ, այսպես ասած, բազմածավալ մասնագիտություն է, ինձ թվում է հիմնականում դա շահերի պաշտպանության մեջ է գտնվում։ Այսինքն անձը ունի անձը, պետությունը, չգիտեմ, կառույցը, կազմակերպությունը ունի շահեր։ Այդ շահերը կարող ես պաշտպանել եւ պաշտպանելու համար քեզ պետք են հմտություններ։ Իրավունքը ինձ համար ինչ է, ես շատ հաճախ եմ դա կրկնում, իրավունքը դա գործիք է իրավաբանի համար, որին դու ճիշտ պետք է կարողանաս օգտագործել։ Երբեմն մարդիկ ասում են, բայց մարդու իրավունքները, համաշխարհային արժեքներ եւ այլն, դու պետք է նաեւ պատմական ակնարկ տաս այդ ամեն ինչին ու հասկանաս, թե ինչու է այդ ամեն ինչը ստեղծվել, որ պատմական ժամանակաշրջանում է ստեղծվել, ինչ պատերազմից հետո է ստեղծվել, նույն ինքը ցեղասպանության հետ կապված օրենքները եւ այլն, այսինքն ինչ որ միշտ ինչ որ պատմական իրադարձություններ են եղել, իրադարձություններից հետո ինչ որ գործիքներ են ստեղծվել, որպեսզի ինչ որ խնդիրներ լուծվեն եւ որոշակի շահեր պաշտպանվեն։ Ինձ համար դա շահերի պաշտպանությունն է, բայց շահեր ասելով մենք չպետք է միայն կենտրոնանանք նյութական շահերի վրա, այդտեղ կան նաեւ հոգեկան, հոգեբանական եւ անքննելի, այսպես ասած, շահեր։ Իսկ խոսելով նորից հենց կարգապահությունից եւ այդ հրաշալի իրավիճակից, որ երբ երկրում կամ պետությունում կամ կազմակերպությունում այդ հստակ կարգապահությունը կա, եթե դու ել քո բնույթով կարգապահ ես, շատ հեշտ կարողանում ես այդ ամենը անել։ Բայց մեր ռեալիտե օպերացիոնելը Հայաստանում մի քիչ այլ է եւ չունենք մենք միգուցե այդ կարգապահությունը կամաց իհարկե զարգանում է, բարելավում է, շատ բաներ փոխվում են, բայց տարիներ առաջ դու կարողանում ես հարմարվել նրան, որ շատ կառույցներում կամ կազմակերպություններում, թիմերում չկար այդ կարգապահությունը եւ արդյոք աշխատելով օրինակ արտասահմանում դու դա գտար, թե այլ կերպ եղավ։ Կարգապահությունը ինձ թվում է միշտ եղել է իմ մոտ, անկեղծ ասած, ես ուղղակի իրան պետքա զարգացնել։ Ինձ թվում է յուրաքանչյուր մարդու մոտ կա այդ կարգապահությունը, մի հատ շատ գեղեցիկ խոսք կա, չէ՞, ասում է, եթե քաղցած մարդուն անդադ ձուկ տաս ու ոչ թե սովորեցնես իրան ձկնորսություն, հենց ձուկը վերջացավ, ինքը էլի սոված ամնալու, հիմա լրիվ դա է։ Ինձ թվում է մարդկանց պետքա ուղղակի ուսման միջոցով, ու հիմա կանդրադառնանք երևի ֆրանսիական համալսարանի տրված ուսման որակին, որը շատ բարձր որակ է եղել, ու հենց ֆրանսիական համալսարանն էլ միգուցե ինձ այդ կարգապահության մի մասը ավելի շատ այսպես ասած ապահովել է, որպեսզի մոտ լավ ձևավորվի այդ ամեն ինչ, այդ հիմքը լավ դրվի, ինձ թվում է այդ կարգապահության վրա պետք է աշխատել ու դա պետք է ուսման միջոցով անցնի,
Այսինքն դու պետք է մանկապարտեզ, դպրոց, համալսարան, նու հենց արդեն, չգիտեմ, աշխատանքային ոլորտում երբեք ուշ չի սովորել ու երբեք պետք չի ամաչել սովորելուց։ Դա ամենակարևոր դասերից է ինձ թվում, որ պետք է մարդ քաղի իր, չգիտեմ, ինչ խորձերություն, երբեք չպետք է ամաչել սովորելուց եւ անգամ կարգապահության համար երբեմն պահեր են լինում, որ ես չգիտեմ ինչպես դասավորել իմ օրը, շատ հնարավոր է ես գնամ իմ մենեջերին, ասեմ, գիտեք, ես դժվարանում եմ, ինձ կարող եք օգնել ու երբեք չի կարելի ամաչել նաև օգնություն խնդրել այդ հարցով։ Իսկ եթե դու անձամբ դու կարգապահ ես, բայց միջավայրը միգուցե այդքան էլ կարգապահ չի։ Այդ կոնֆլիկտային ինչ-որ իրավիճակ ինքդ քո եսի հետ չի ստեղծվում այդտեղ։ Ես անկեղծ ասեմ, ատում եմ կոնֆլիկտային վիճակները։ Դե համար ես միշտ կվերցնեմ, միգուցե հենց թատրոնն էլ օգնում է հենց այդ հարցում, ես միշտ վերցնում եմ ինչ-որ օրինակ, շատ պրակտիկ օրինակ, որ բոլորին անդրադառնում է այդ օրինակը, եւ հենց իմ աշխատանքի ոլորտում էր, որովհետեւ երբեմն շատ տարբեր երկրների անձանց հետ եմ աշխատում, որոնք չունեն նույն կուլտուրան, ինչ որ մենք նույն մտածելակերպը, շատ տարբեր է, հենց այդա կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում։ Ես վերցնում եմ մի ընդհանրական օրինակ, ասում եմ, տեսեք, օրինակ, եթե սա այսպես արվի, լիքը խնդիրներ կլինեն։ Մենք օրինակ պայմանագիրը շատ ուշ կստորագրենք, գումարը շատ ուշ կհասնի մեզ, դուք ձեր աշխատավարձը ուշ կստանաք, բայց տեսեք, եթե օրինակ այս օրինակով գնանք, օրինակ դու սա անես, մենք ավելի արագ կգնանք, ամեն ինչ լավ կստացվի, պայմանագիրը շուտ կկնքվի, բոլորի աշխատավարձը շուտ կստացվի, ու իրանք արդեն իսկ պրագմատիկ ձևով հասկանում են, թե ոնց կարելի է ճիշտ աշխատել։ Ինչի համար լինել կարգապահ։ Ինչի համար, իրականում պետք է ցույց տալ, ոչ թե ասել, այ դու չես անում, որովհետև դու վատն ես եւ այլն, այլ ասել, եթե բոլորս այսպես անենք, ու երբեք չի կարելի ցույց տալ ինձ թվում անձանց, որ դու լավագույնն ես ու դիմացինդ վատագույնն է։ Դու պետք է քո վրա էլ ցույց տաս, որ գիտես, եք միասին սովորենք։ Այդ ամենակարևոր բաներից մեկն է։ Ինձ թվում է մենեջերի կարևոր հատկանիշներից մեկը, որ ցույց տաս, ձեռքիդ տակ առնես ու ասես, սա մենք մի նավի մեջ բոլորով ենք, եթե նավը խորտակվի, բոլորս կխորտակվենք։ Շատ հետաքրքիր օրինակ ես ասում, եւ կարծես կարգապահությունը դու ստեղծում ես ընդհանուր նպատակ կամ ճակերտավոր ասած ընդհանուր շահ նույնիսկ մատնանշելով, բայց շահն էլ վատ բառ չի Հայաստանում, վատ կերպ ենք մի քիչ մեկնաբանում, բայց շահը ինքը վատ բան է։ Հա։ Եվ այդտեղ, եթե մի քիչ մեզ նաև պատմես, թե այս պայդրությամբ դու որ կազմակերպությունում ես գործում եւ ընդհանրապես աշխատանքը արտասահմանում Ֆրանսիայում, դու ինչպես էիր պատկերացնում ամենասկզբում նույնիսկ մինչ այնտեղ չլինելը։ Իդեալական։ Բայց եւս մեկ անգամ այդ ձախողումներից հետո հասկացա, որ չի կարելի ոչինչ իդեալականացնել եւ ընդհակառակը ամեն մի թերության մեջ պետք է գեղեցկություն գտնել։ Իտալիայում աշխատելը ինձ համար բարձրագույն պատիվ է, որովհետեւ այդպիսի, չգիտեմ, մեծ կազմակերպություն համաշխարհային առաջատար կազմակերպության մեջ աշխատելը դա քեզ ստիպում է, այսպես ասած, որպեսզի դու էլ լինես լավագույն։ Եվ դրանից լավ բան ինձ թվում է այս աշխարհում չկա լինել շրջապատված լավագույններով։ Ու ոչ միայն դա վերաբերում է իրավաբանության, օրինակ մի հատ շատ ես սկսեցի վազել օրինակ, մարաթոնի մասնակցել, Paris Versailles անել, որովհետև շրջապատներ այդպիսին, այսինքն ես գիտեմ, որ իմ գործընկերները ամեն սեպտեմբեր ամսին Էֆելյան աշտարակի տակից մինչև Վերսալի պալատ վազում են ու ինձ համար դա շատ կարևոր էր։ Եթե փորձենք համեմատել աշխատանքը, օրինակ, փոքրիկ ինչ-որ low boutique-ում կամ low firm-ում եւ հսկա միջազգային մեծամասշտաբ կազմակերպությունում, իրավաբանի տեսանկյունից, որոնք էին այդ հստակ տարբերությունները։ Ժամանակը։ Ինչ նկատի ունես։ Գործընթացների ժամանակը, այսինքն ես երկուսի փորձն էլ բարեբախտաբար ունեմ, ու շատ ուրախ եմ, որ փոքրի փորձն եմ ունեցել սկզբում, հետո նոր մեծինը, ինչու համար եմ սա շեշտում, որովհետև երբ որ դու փոքր կազմակերպությունում աշխատում ես, ես ստարտափում էի աշխատում ու շատ երջանիկ եմ, որ այդ ստարտափում աշխատել եմ, որովհետև ինքը լիկորն դարձավ հետո Ֆրանսիայում ու այնտեղ կարծես մեծ կազմակերպության մակետ լինի։ Դու ամեն ինչը հստակ ունես, օրինակ ունես խնդիր ֆինանսական առումով,
որպես իրավաբան քեզ հետաքրքիր է ֆինանսիստի, այսպես ասած, ֆիդբեքը, որպեսզի հասկանաս այդ խնդրի եզրահանգումը, որ դու որպես իրավաբան պետք է տաս, պատտում ես աթոռդ, ասում ես հարգարժան Սերգեյ, արդյոք կարող ես ինձ օգնել, եւ Սերգեյը միանգամից քեզ օգնում է։ Երբ որ դու աշխատում ես մոտ 90,000 աշխատակից ունեցող կազմակերպությունում, երբ որ դու ուզում ես ֆինանսի հետ կապ հաստատել, հնարավոր է որ ամիսներ շարունակ դու սպասես պատասխանի։ Այդա խնդրահարույց է, որովհետև այդ ընթացքում արդեն մինչև դու ամիսներ շարունակ սպասելով զբաղվում ես այլ հարցերով, դու արդեն մոռանում ես քո հարցի էությունը, այսինքն դա մի քիչ դժվար է, պետք է այդ առումով էլ փաստորեն շատ կազմակերպված լինես դու, ունենաս ճիշտ դոսիեներ կազմակերպված, որպեսզի հիշես, թե որ հարցը ինչի համար էր, ինչ նպատակով էր, որպեսզի երբ որ անձը ամիսներ հետո արդեն վերադառնա դեպի քեզ, դու հիշես, թե ինչի համար ես այդ հարցը տվել, որ չմոռանաս։ Իսկ այդտեղ տենց մեր հայավարի տարբերակները մի հատ ցենց արագ գնաս իրանց ցենց գրասենյակում գտնես, ասես Անտոան ջան, մի հատ էս հաշվարկի հետ կապված հարց կա։ Գործի թե անիմաստ է տենց բան փորձել։ Շատ հետաքրքիր հարց էր, ուրեմն դա կարող է գործել, եթե օրինակ դու այստեղ ես ու ֆարի երկրորդ հարկում պետք է բարձրանաս, բայց եթե դու Փարիզում ես աշխատում, իսկ այդ գոլեգան Ավստրալիայում, մի քիչ դժվար կլինի գնալ իրան հասնել, իսկ մեյլով կարող ես ոնց որ շարունակ մեյլեր ուղարկել, բայց այդ մարդը այնքան զբաղված լինի, քեզ չպատասխանի։ Մինիմում 10 ժամ ամեն դեպքում պետք է սպասես, հենց ինքը գոնե Ավստրալիայում մի հատ արտնանա, ասի լավ, էս ամարկը։ Խոսենք մի քիչ տեխնոլոգիաների մասին, այնպես է ստացվել, որ վերջին 2-3 տարվա ընթացքում արհեստական բանականության բոլոր հնարավոր գործիքները ներխուժել են բոլորիս կյանք, կապ չկա այն մասնագիտություն, որ մարդ, որ ինչ որ ոլորտում է աշխատում, որ ինքը արհեստական բանականության հետ առնչություն չի ունեցել կամ որևիցե ռիսկ կա, որ տարիներ հետո այդ մարդու աշխատանքը արհեստական բանականությունը ամբողջությամբ կամ մասամբ կվերցնի եւ կանի, իրավաբանության համատեքստում էլ խնդիրները շատ են, արդյոք դու օրինակ օգտագործում ես ինչ-որ գործիքներ, որոնք քեզ օգնում են։ Շատ հետաքրքիր հարց է, Սերգեյ ջան, ինչպես քո բոլոր հարցերը, այսպես ասած, արհեստական բանականությունը իրականում լավագույն նվերն է, որ որպես իրավաբան ես կարող եի հանդիպել իմ կյանքում։ Գիտեք, երբ որ մի հատ հիմա ուրիշ օրինակ բերեմ, ես երբ որ իրավաբանության ֆակուլտետում սովորում էի, ես Երանի էի տալիս Նապոլեոնին, որ ինքը քաղաքացիական օրենսգիրք է ստեղծել, Code Civil է հայտնի, որ մինչև հիմա ուժի մեջ է, այսինքն տեսեք Նապոլեոնը ստեղծել է, մինչև հիմա Ֆրանսիայում ուժի մեջ է, որովհետև ինքը մասնակցել է, ինքը ստեղծել է այդ ամեն ինչը, այսինքն ինքը հասարակությունը կարգավորել է նույն նոր ձևով, նորովի։ Հիմա մենք ունենք արհեստական բանականություն, մենք պետք է հասարակությունը կարգավորենք նորովի։ Այսինքն դու մասնակցում ես ոնց որ Մեզրոպ Մաշտոցը մեր այբուբենի ստեղծմանը, որպես իրավաբան մենք հիմա ստեղծում ենք այդ արհեստական բանականության կարգավորման ամբողջ գործընթացը մի ամբողջ հասարակության, մի ամբողջ մարդկության համար։ Ես որպես իրավաբան օգտագործում եմ արհեստական բանականություն, ի տարբերություն շատ իրավաբանների, ես ոչ թե վախենում եմ արհեստական բանականությունից, այլ ուղղակի ուրախանում եմ, քանի որ արհեստական բանականությունը շատ հարցերում ինձ օգնում է անել որոշակի մեխանիկական գործեր, որոնք ես չպետք է անեմ, ու իմ անալիտիկ մտածելակերպ, այսպես ասած, մտածողությունը ես օգտագործում եմ ավելի բարդ խնդիրների վրա երկար ժամանակ անցկացնելով, որը ավելի ճիշտ է, այսպես։ Իմ կարծիքով գործիքի վերաբերյալ արհեստական բանականություն ես անձնական տիրույթում միանշանակ օգտագործում եմ ChatGPT, գործնական տիրույթում օգտագործում եմ մեր աշխատանքի կազմակերպության կողմից արդեն իսկ տրամադրված սպეციფიկ արհեստական բանականությունները։ Իսկ հենց ոչ թե որպես գործիք, այլ չգիտեմ, որպես ոլորտում խաղացող, այսինքն նույն անձնական տվյալների օգտագործումից եթե զրուցենք, արհեստական բանականության գործիքներում էլ դու կարծես թե որպես օգտատեր տալիս ես տվյալները գործիքին ու կարծես թե այդ տվյալները չեն վերահսկվում, արդյոք սկսել ես գործի բերումով առնչվել, թե դեռ չէ։ Հետաքրքիր հարց,
բայց ոչ իրավաբանի կողմից տրված դա միանգամից երևաց։ Ինչու, որովհետև երբ որ դու գործնական տիրույթում սկսում ես օգտագործել արհեստական բանականություն, միանշանակ, եթե քո գործատուն խելացի կազմակերպությունը, այսպես ասած, իրավաբանները աշխատել են պայմանագրի վրա, որը կնքվել է քո կազմակերպության եւ տվյալ արհեստական բանականության գործիքի ստեղծողի հետ։ Այսինքն դու ունես պայմանագիր, որով պաշտպանվում են, կարգավորվում են բոլոր այն տվյալները, որոնցով դու պետք է հարստացնես այդ արհեստական բանականությունը։ Իսկ եթե խախտում լինի, արդեն կողմերը ըստ պայմանագրի կհանդիպեն կամ դատարանում, կամ էլ մեդիատորի մոտ ու կփորձեն այդ հարցը լուծել։ Եվ կազմակերպությունը, որտեղ ես հիմա աշխատում եմ, Synergy-ին, մենք նաև հենց իմ թիմը չէ, բայց իմ գործընկերների թիմը զբաղվում է արդարադատության թվայնացմամբ եւ տարբեր աֆրիկյան երկրներում մենք համակարգեր ենք ներդնում եւ այդտեղ անընդհատ այդ հարցը միշտ ցենց առաջանում է, բայց տեխնիկական մակարդակով ինչքան էլ հնարավոր է դա լուծել, բայց գործընկերները միշտ ասում են, ցանկացած այդ երկրում օրենքը պատրաստ չի, օրինակ ինչ որ մասնագետներ կարող ասեն, այ մենք ուզում ենք նենց մոդուլ ունենանք, որ ծրագիրը ավտոմատ կարողանա իրավիճակը վերլուծելով ասի, թե ինչ օրինակ դատավճիռ պետքա լինի։ Ինչ ես կարծում, ապագայում կլինի այնպիսի իրավիճակ, որ օրինակ եմ ասում, էլի ոչ իրավաբան, արհեստական բանականությունը կարողանա փոխարինի օրինակ դատավորի որոշ գործունեության այդ ուղղությունները։ Եթե իմ անձնական կարծիքը հաշվի առնենք, այսինքն ոչ այդքան մասնագիտական, ես կարծում եմ, որ այո, եւս մեկ անգամ բոլոր այն մեխանիկական գործերը, որոնք արվում են իրավունքի տարբեր ճյուղերի մասնագետների կողմից, միանշանակ ավելի ճիշտ է, որ դա արվի արհեստական բանականության կողմից, եթե այդ ամեն ինչը ճիշտ կարգավորված է, ինչպես նշեցինք, պայմանագիր կա կնքված եւ այլն, այդ տվյալները չեն գնալու ամենտեղ եւ օգտագործվեն ամեն հանգամանքով։ Իսկ ինչ վերաբերվում է դատավորին փոխարինել 100%-ով, ես միանշանակ կարծում եմ, որ այդ օրը չի գալու, որովհետեւ մարդը ունի մի բան, որը ունի արհեստական բանականությունը, դա նույն ինքը խիղճն է, նույն ինքը հոգեբանությունն է, նույն ինքը զգացմունքային կողմն է, որը արհեստական բանականությունը զուրկ է դրանից։ Իսկ ինչպես որ ասում էի, թեկուզ այն ամենաբարդ եւ ամենավտանգավոր հանցագործությունները, որ կատարվում են, շատ հաճախ դրանց հիմքում ընկած են այնպիսի մանկական էպիզոդներ, որոնք երբեք դու չես կարող առաջին հայացքից հաշվի առնել, թե մարդը ինչու է կատարել այդ հանցագործությունը։ Իսկ դա միայն մարդեակին է տրված, այդ շնորհը։ Բոլոր իրավաբանները միշտ ասում են, որ ցանկացած ոլորտում աշխատելուց առաջ համ պետքա բնականաբար դու շատ ուժեղ իրավաբան լինես, համ էլ այդ ոլորտը լավ հասկանաս։ Ոնց ես դու կարողանում անընդհատ գիտելիքները, քո սեփական գիտելիքները միշտ շատ արդի մակարդակում պահել։ Ինձ համար շատ կարևոր է այնտեղ, որտեղ որ աշխատում եմ ես, նաև ընտրությունը միշտ այդպես եմ կատարում, թե որտեղ եմ ես ուզում աշխատել, կրիտերիաներից մեկը, որ ես միշտ պետք է ունենամ ինչ-որ ֆորմացիոն։ Տարվա մեջ գոնե 2 ֆորմացիոն պետք է ունենամ, որպեսզի ես, այսպես ասած, միշտ տեղյակ լինեմ, թե ինչ փոփոխություններ են կատարվել, դա իմ ոլորտում։ Իսկ որպես իրավաբան շատ կարևոր է ճանաչել պրոդուկտը։ Այն ամենը, ինչի շուրջ դու պետք է աշխատես։ Դա կլինի, չգիտեմ, բանկային ոլորտ, այսինքն դու պետք է բանկային պրոդուկտներին լավ ծանոթ լինես, որպեսզի դու կարողանաս ճիշտ պաշտպանել, դա կլինի, չգիտեմ, բժշկական ոլորտ։ Ինձ թվում է դու պետք է լինես ուղղակի հետաքրքրասեր մարդ։ Շատ եւ ունենաս կարգապահություն, որ այդ ամեն ինչի ընթացքում սովորես։ Եվ խոսելով կարգապահության մասին եւ միգուցե կարգապահության որոշ դեպքերում բացակայության մասին, արի միասին տանք մեկ խորհուրդ պոտենցիալ ուսանողի, ով որ միգուցե կարգապահություն դեռ այդքան շատ չունի։ Մեկ խորհուրդ ուսանողին ես շատ կցանկանայի այս խորհրդով կիսվել, ես կցանկանայի, որպեսզի բոլոր ուսանողները փորձեն աշխատել իրենց կարգապահության վրա, լինեն շատ հետաքրքրասեր, որովհետև դա լավագույն որակներից է մարդու, որ լինեն հետաքրքրասեր ու հետաքրքրվեն այն ամեն ինչով, ինչ որ կարևոր է իրենց համար, իրենց մասնագիտության համար եւ որ սիրեն ձախողել, այսինքն ոչ թե նրա համար, որ ձախողեն այլևս չշարունակեն, այլ ձախողեն եւ ավելի ուժեղ վեր կենան եւ սխալները ճիշտ հասկանան այդ ձախողումից եւ հավատ պահեն իրենց սրտի մեջ եւ լավ մարդ լինեն, որովհետեւ յուրաքանչյուր աշխատանքի մեջ
ամենակարևոր հատկանիշը դա լավ մարդ լինելն է։ Մարիամ, քանի որ դու նաև ապրել ես արտասահմանում, բոլորս միշտ հենց արտասահման մեկնելուց առաջ, ինչպես դու էլ հենց ասեցիր, ունենք հենց իդեալական պատկեր, թե ինչքան ամեն ինչ շատ լավ է լինելու, բայց իրականությունը մի քիչ կոմպլեքս է։ Եվ քո տեսանկյունից ինչ բարդություններ դու տեսար, վերլուծեցիր եւ ըստ դրա սովորեցիր, ինչ որ բաներ փոխեցիր։ Մենք ուրեմն որպես ես ընդհանրական կպատասխանեմ այս հարցին, որպես հայ մարդ, մենք շատ ենք սիրում նվիրվել ամեն ինչին եւ 100% տրվել, օրինակ թեկուզ հենց նույն աշխատանքային ոլորտում, ես երբեմն շատ եմ աշխատում ու իմ մենեջերը մի անգամ ասեց, Մարիամ, դու իմ ամբողջ կարիերայի ընթացքում միակ մարդն ես, որին ես ասել եմ, խնդրում եմ գնա արձակուրդ։ Որովհետև մենք, չգիտեմ, ինձ թվում է մենք տրվում ենք ու ուզում ենք, որ նվիրված կերպով այդ ամեն ինչին անդրադառնանք եւ որ մեր անունը ճիշտ ու լավ որակով մնա, որովհետև բոլորը գիտեն, որ դու հայ մարդ ես։ Ինձ թվում է դա երևի միայն հայերի մոտ է այդպես, որ մտածում են, որ մարդիկ կմտածեն, որ ես հայ մարդ եմ, ուրեմն թող իմ անունը ճիշտ եւ լավ որակով մնա։ Ինձ համար դա է, երևի որ երբեմն դա ինձ համար այդքան էլ հեշտ չի, որովհետև ավելի ճիշտ է երևի մի քիչ աշխատել, ոչ թե քիչ վատ աշխատել, այլ աշխատել այնպես, ինչպես բոլորն են աշխատում, բայց դա բարդույթ է միգուցե հայից եկող, հայ լինելուց եկող, որով ես ուղղակի հպարտ եմ եւ չեմ ուզում փոխել։ Պետք էլ չի ուրեմն, այո, ինձ թվում է շատ լավ է, բայց արձակուրդ 1-1 պետք է գնա, 1-1 արժի, օրինակ ինչպես հիմա դու եկել ես, դու բոլոր մարդկանց ա վերաբերում մեր շրջանավարտներին, որ արտասահմանում են, վերցրեք արձակուրդները, եկեք այստեղ եւ կապ հաստատեք մեր թիմի հետ, որ դուք նույնպես հայտնվեք այստեղ։ Մարիամ, շնորհակալ եմ այս հրաշալի զրույցի համար, խոսեցինք տարբեր թեմաներից։ Սիրելի ընկերներ, դուք դիտում եք Ufar Alumni podcast-ը 4-րդ էպիզոդը, մեր այսօրվա հյուրն էր Մարիամ Բեկտաշյանը։ Մեկնաբանություններում կարող եք նշել, թե ով լինի մեր հաջորդ հյուրը։ Լավ մնացեք։